Ողջույն։ Շատ ենք խոսում այն մասին, թե ինչ կփոխվի, երբ այս իշխանությունը հեռանա, որքան կարևոր է իշխանափոխությունը։ Բայց եկեք մի պահ սառը հայացքով նայենք հակառակ սցենարին։ Ինչ է սպասվում Հայաստանի Հանրապետությանը, եթե 2026 թվականի ընտրություններում Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ին հաջողվի վերարտադրվել։ Արդյոք մենք պատկերացնում ենք սպասվող աղետի մասշտաբները։ Նորմալ պետություններում իշխանությունը փոխում են, երբ մարդիկ դժգոհ են լինում հարկային, կենսաթոշակային քաղաքականությունից, գնաճից, զանազան հարցերից։ Սովորաբար ընտրություններում իշխանությունը պայքարում է կոռուպցիայի դեմ, կլանային համակարգի դեմ, արդարության, հավասարության եւ նման լոզունգներով։ Իշխանափոխությունը երկիրը ավելի լավ է, ավելի զարգացող դարձնելու համար է։ Մեզ մոտ սակայն այս բոլոր խնդիրներից առաջ ընդդիմությունը պայքարում է, որ Հայաստանը լինի ինքնիշխան, չվերածվի թուրք-ադրբեջանական ազդեցության գոտու, գերտերությունների բախման կիզակետի։ Ընդդիմությունը պայքարում է, որ ազգային արժեքները չոչնչացվեն, որ եկեղեցին չքանդվի։ Այս իշխանության հեռացումը ոչ թե երկիրը լավացնելու, այլ երկիրը փրկելու, պետության լուծարումը կանգնեցնելու միակ ճանապարհն է։ Ու այս առումով Հայաստանի ազգային ժողովի ընտրությունները տարբերվում են ողջ աշխարհում տեղի ունեցող խորհրդարանական ընտրություններից։ Հայաստանում երիտասարդ ու դեռահաս սերունդը արդեն տեսել է 3 պատերազմ, տեսել է հայրենիքի կորուստ, տեսել է 5000 զոհ, տեսել է 10000-ից ավելի վիրավոր, տեսել է բռնագաղթ։ Ու այս ամենը մեկ իշխանության օրոք։ Ու նույն իշխանությունը ուզում է վերընտրվել ու այդ դեռահասին առաջարկ ունի։ Հաջորդ 4 տարում, եթե չես ուզում տեսնել նույն բանը, դու էլ լինես զոհվողների շարքում, ուրեմն պետք է հանձնեմ, զիջեմ։ Դա է լինելու սրանց մնալու պարագայում։ Այս պահին Ալիևը Արցախում քանդում է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։ Նիկոլ Փաշինյանը հարձակվում է Հայաստանի բոլոր եկեղեցիներով։ Ալիևը Արցախում քանդում է ցեղասպանության զոհերի հուշարձանը, Փաշինյանն ասում է, պետք է պարզենք հայոց ցեղասպանություն եղել է թե չի եղել։ Ալիևը թշնամի է, Փաշինյանը ոչ, ի պաշտոն է։ Գործողություններում բայց դուք տեսնում եք տարբերություն։ Ինչ ենք տեսնելու լեգիտիմություն հանրային աջակցություն չունեցող ուժի ամեն գնով 3-րդ անգամ աթոռը բռնազավթելու դեպքում։ Երկրի ներսում վստահաբար տեսնելու ենք տոտալ տերոր եւ վախի մթնոլորտի բազմապատկում։ Նա շարունակելու է իշխել բանտերով ու մահակներով։ Իշխանությունը շարունակելու է մնալ մշտական խուճապի, մշտական պարանոյայի մեջ։ 18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանը, որին 3 անվասայլակով բանտ են տարել, ոչ մի մեղք չունենալու պատճառով, բանտում սպասելու է իր հասակակիցներին։ Ստիպված եք լինելու վախով ապրել ձեր չափահաս ու անչափահաս զավակների համար, որպեսզի չդառնան Նիկոլի հաջորդ պատերազմի մատերիալ, Նիկոլի սադրանքների ու բանտի մատերիալ, հազար տեսակ հանցագործների ու թմրամոլների մատերիալ։ Եթե դա վերընտրվեց, այլևս զսպող մեխանիզմ չի լինելու։ Դատարանները վերածվելու են ՔՊ գրասենյակի հավելվածների, իսկ պետական ապարատը վերջնականապես կմաքրվի գրագետ մարդկանցից, եթե մնացել է, տեղը զիջելով բացառապես ուսապարկային հավատարմություն ունեցողներին։ Այսօր ամենուր տեսնում են կառավարման քաոսը, Երևանի փողոցներից սկսած։ Պետական բյուջեի լափումը, անիմաստ ծախսերը շարունակվելու են։ Աղքատության շեմը գործազրկությունը կհատի նոր ռեկորդներ։ 5 տարի հետո թոշակը էլի գուցե մի 10,000-ով բարձրանա, բայց այն ժամանակ, երբ գնաճը 30,000 դրամի վնասված կլինի ամեն ամիս։ Իշխանական վերնախավը կշարունակի ստանալ միլիոնավոր դոլարների պարգևավճարներ, ապրելով ժողովրդից լրիվ մեկուսացած իրենց պարսպապատ դղյակներում, ունենալով զրոյական վարկանիշ եւ հասկանալով, որ ժողովուրդը իրենց ատում է, նման իշխանությունը սկսում է առաջնորդվել մեզանից հետո թեկուզ ջրհեղեղ սկզբունքով, չնայած հիմա էլ է այդ սկզբունքով առաջնորդվում։ Երրորդ ժամկետում կոռուպցիան, տենդերների մենաշնորհումը ու պարգևավճարների լափումը կրկնապատկվում, եռապատկվում են։ Չէ՞ որ իրենց հռչակել են անփոխարինելի ու անպատժելի։ Կձևավորվի անպատժելիության նոր փուլ, որտեղ իշխանությունը կհամոզվի, որ ինչ էլ անի, մնում է իշխանության։
Երբ վստահություն չկա, իշխանությունը սկսում է հենվել վարչական ռեսուրսի, ուժային կառույցների, տեղեկատվական վերահսկողության վրա։ Այսինքն վստահությունը փոխարինվում է վերահսկողությամբ։ Նույն մտածողությունը, նույն սխալները, նույն փակ շրջանակը, այսինքն երկրի քանդում ներսից։ Ընտրություններում Նիկոլի հաղթանակի դեպքում շատ արագ պատրաստվեք Ալիևի Հակով սահմանադրության։ ՔՊ-ի հաղթանակը նշանակելու է Հայաստանի շարունակ վերածում տարածաշրջանային խաղալիքի։ Ռուսաստանի հետ հարաբերությունները կհասցվեն վերջնական խզման իր բոլոր վտանգավոր հետևանքներով, որը մաշկի վրա զգալու է Հայաստանի բնակչության ավելի քան 80%-ը։ Սրանք գնում են արտաքին լեգիտիմության դիմաց ինքնիշխանության վաճառքի։ Երբ երկրի ներսում քեզ չեն վստահում եւ դու զրո ես, ստիպված ես քո աթոռի պահպանման երաշխիքները մուրալ դրսից։ Դրա դիմաց նրանք պահանջելու են կոնկրետ գին, արդեն բավական թանկ գին վճարել ենք, բայց դա բավական չէ, սրանք շարունակում են այդ գինը տալ։ Չվստահված իշխանությունը դառնում է իդեալական կամակատար։ Նա ամեն ինչ է պատրաստ տալ։ Միայն թե դրսից իրեն ասեն դուք եք օրինական ղեկավարը։ Դաշնակցային բոլոր կապերը քանդել են այնպես։ Լավ, իսկ ինչ է ստացել դրա դիմաց։ ՔՊ-ի ընտրություններին աջակցության խոստում։ Հաջորդիվ տեսնելու ենք պատերազմ զիջումների տեսքով։ Բայց թուլացած սեփական բանակը, պահեստային գործիք հռչակած ու անընդհատ զիջող իշխանությունը երբեք խաղաղություն չի բերելու։ Պատկերացրեք Ալիևը տեսնում է, որ հաջորդ 5 տարվա համար Հայաստանում էլի իշխանության ղեկին է իր խաղալիքը։ Կանցնի հաջորդ փուլին, արևմտյան Ադրբեջանի պլանի գործնական իրականացմանը։ Ով չի մտածել այդ հետոյի շուրջ։ Կզիջի Հայաստանի իշխանություն կոչվածը էլի ինչ ուզի Ալիևը։ Կտա հողերը անկլավների անվան տակ, կհանձնի միջանցք ու ըստ ամենայնի կընդունի մեր երկրում ադրբեջանցիների 100 հազարավոր։ Դա չի լինելու խաղաղություն, լինելու է Հայաստանի դանդաղ անշրջելի կլանում։ Կարճ ասած, Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը սովորական քաղաքական պրոցես չէ։ Վստահություն չունեցող իշխանության երրորդ ժամկետը պետության դեմ, պետության տակ դրված դանդաղ գործող ռումբ է։ Պետության տակ շարել են ռումբեր իրենց կաշին փրկելու համար, որովհետև իշխանությունից դուրս գալը նրանց համար նշանակում է կանգնել դատարանի առաջ, տապալված բանակի, հանձնված Արցախի, հազարավոր զոհերի ու ավերված պետականության համար։ Հանդուրժել այս իշխանությունը, վստահել նրանց, նշանակում է ստորագրել պետության մահախոսականի տակ։ Եթե այս իշխանությունը մնա, մենք կդադարենք պետություն լինել եւ կդառնանք պարզապես տարածք, որտեղ իշխանավորը ժամանակավորապես փող է աշխատում նախքան երկրի բանալիները թշնամուն հանձնելը։ Ահա սա է այն գինը, որը մենք վճարելու ենք, եթե հանդուրժենք այս աղետի շարունակությունը։